Տավուշում կապն ուրիշ է։ Թիմ Տելեկոմ Արմենիան սկսել է արդիականացման մեծածավալ աշխատանքներ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Առաջին կանգառը մեր մարզն է։ Բջջային ցանցի արդիականացման նախաձեռնության շնորհիվ հազարավոր տավուշցիներ հնարավորություն կունենան օգտվելու ավելի արագ, հուսալի ու բարձրորակ կապից։ Այս տարի Թիմ Տելեկոմ Արմենիան նախաձեռնել է լայնածավալ աշխատանքներ Հայաստանի Հանրապետությունում։ Մեկնարկը տրվել է Տավուշի մարզից։ Այս գործընթացը կմեծացնի ցանցի թե թողունակությունը, թե ծածկույթը, որի արդյունքում ավելի շատ բաժանորդներ կկարողանան օգտվել թիմի ծառայություններից։ Մեր մարզում թիմը միանգամից մի քանի կարևոր քայլեր է ձեռնարկել։ Տավուշում 30%-ով ավելացվում է բազային կայանների քանակը, ներդրվում են նորագույն տեխնոլոգիաներ, որոնք զգալիորեն բարելավում են ինչպես ձայնային կապը, այնպես էլ բջջային ինտերնետը։ Կապի նոր որակն արդեն նկատել են բաժանորդները։ Մեր բաժանորդները իրանք էլ փորձարկելով ինտերնետը տեսնում են, որ կա արագության բարելավում, բարձրացում մի քանի անգամ։ Եվ արդեն ինտերնետից կարողանում են օգտվել մաքսիմալ արագությամբ։ Աշխատանքները կընթանան նաև Երևանում 4G ծածկույթի բարելավման եւ 5G ցանցի նախապատրաստման ուղղությամբ, իսկ հաջորդիվ նախատեսվում է արդիականացնել կապի ենթակառուցվածքները միջպետական մայրուղիներում, ապահովելով ավելի կայուն կապ շարժման ընթացքում։ Ի դեպ, արդիականացման արդյունքում անխափան ու որակյալ կապ կա նաև Դիլիջանի թունելում։ Արագության թեստերը հուշում են, թունելում կապը զգալիորեն արագացել է։ Մենք շատ ենք կարևորում ոչ միայն քաղաքային, այլ նաև գյուղերի բջջային կապի որակի բարձրացումը։ Այն տարածքներում, որտեղ որ կապը բարելավում ենք, արդեն նկատելի է բնակիչների գոհունակությունը։ Իջևանում, Դիլիջանում, նոյեմբերյանում աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ մինչև ապրիլի վերջ մեր մարզը կդառնա առաջինը, որտեղ բջջային ցանցը լիովին թարմացված է, նոր հնարավորություններով ու նոր արագությամբ։